Ամերիկյան զինուժը իրանական նավահանգստի ուղղությամբ շարժվող բեռնատար նավ է խոցել Օմանի ծոցում։ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Պանամայի դրոշի ներքո նավարկող նավն անտեսել է իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան ծովային շրջափակման ռեժիմը եւ չի ենթարկվել կանգ առնելու բազմաթիվ հրահանգներին։ Արդյունքում ամերիկյան զինուժը հրթիռային հարվածներով շարքից հանել է նավի կառավարման համակարգը։ Հրամանատարությունը պնդել է, Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը շարունակում է լիովին ուժի մեջ մնալ, ապա հայտնել, որ առ այսօր շրջափակումը խախտելու փորձ արած 55 առևտրային նավի են ստիպել փոխել ուղղությունը։ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիներն իրենց հերթին բալիստիկ հրթիռներով հարվածել են Հնդկական օվկիանոսն ու Կարմիր ծովն իրար կապող Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող Ալ-Մախար ռազմավարական նավահանգստին։ Հութիները նաև եգիպտական առևտրային նավի են հարվածել։ Սպանվածների թվում Պակիստանի առնվազն 6 քաղաքացի կա, հաստատել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջնորդի դեր ստանձնած Պակիստանի արտգործնախարարը, կոչ անելով դադարեցնել հարվածները։ Նման հարձակումները վտանգի տակ են դնում անմեղ կյանքեր։ Հաղթում են միջազգային իրավունքը եւ լուրջ սպառնալիք են նավարկության ազատության, ծովային անվտանգության եւ Կարմիր ծովում առևտրային նավագնացության անվտանգության համար։ Պակիստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն էլ հայտարարել է, որ Իսլամաբադն աշխատում է Իրանին եւ ԱՄՆ-ին բանակցային սեղանի շուրջ բերելու եւ խաղաղության գործընթացը խաթարելու ջանքերը կանխելու ուղղությամբ։ Թահիր Անդրաբին հայտնել է, որ Պակիստանի փոխվարչապետը եւ փոխարտգործնախարարը օրեր առաջ են իրանական հարցով բանակցել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի եւ Իրանի պաշտոնյաների հետ։ Պակիստանի ներքին գործերի նախարարն իր հերթին այցելում է Թեհրան, ինչը ըստ նրա եւս մեկ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանային անվտանգությունը։ Ու մինչ տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված արդեն 6 ամիս ձգվող ամերիկա-իրանական հակամարտության պատճառով Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը հայտարարել է, եթե ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի, ապա պետք է դադարեցնի Իրանի դեմ պատերազմը եւ ապասառեցնի իրանական սառեցված միջոցները։ Մոհսեն Ռեզային շեշտել է, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել իր վարքագիծը եւ չի ընդունել Իրանի պայմանները, Թեհրանը չի վերաբացի ջրային այս կարևորագույն ուղին, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 1/5-ը։ Իրանի ուղերձը հստակ է. Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, մինչև Միացյալ Նահանգները չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը, չապասառեցնի Իրանի սառեցված ակտիվները եւ չհամաձայնի տարածաշրջանային հրադադարի, այդ թվում Լիբանանում եւ Գազայում։ Մինչև բոլոր պայմանները չբավարարվեն, նեղուցը փակ կմնա։ Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարն էլ պատրանք է որակել լուրերը, թե ԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն սկսել Իրանում։ Այսօր երկրի սահմանները լիովին անվտանգ են եւ անխոցելի սահմանապահների լիակատար զգոնության եւ սահմանին բնակվողների անսասան աջակցության շնորհիվ, ասել է գեներալ Ալի Ակբար Ջավիդանը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե Իրանը մարտահրավեր նետի ԱՄՆ-ին, ապա կզղջա դրա համար։ Դոնալդ Թրամփը պնդել էր, թե ամերիկյան զինուժն է վերահսկում Հորմուզի նեղուցը, ապա նշել, որ չի վստահում իրանցիներին։ Ես վերջին մարդն եմ, որը վստահում է Իրանին։ Նրանք մշտապես ստել են ինձ։ Մենք այս պահին լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Նրանք վերահսկողություն չունեն։ Վաշինգտոնը եւ Թեհրանը հունիսի 17-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով հրադադար հաստատեցին, ինչպես նաեւ 60-օրյա ժամկետ սահմանեցին պատերազմի վերջնական դադարեցման շուրջ բանակցությունների համար, սակայն օրեր անց կողմերը խախտեցին հրադադարը։ Փոխըմբռնման հուշագրով սահմանված 60-օրյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հրադադարի երկարաձգման վերաբերյալ քննարկումներ չեն եղել, քանզի համաձայնագիրը հրադադարի մեկնարկի ամսաթիվ չի սահմանում, ուստի երկարաձգելու բան չկա։ Ըստ պաշտոնյայի ում անունը չի նշվում, ԱՄՆ-ն պետք է վերադառնա համաձայնագրի իրականացմանը եւ սահմանի իր պարտավորությունները կատարելու ժամկետը։